Նոր նախաձեռնություն SOS Գյումրիի թիմից։ Գյումրու անօթևաններից բացի բնակարանի շահառու կդառնա նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի զինծառայողներից մեկի ընտանիքը։ Նրանց թվում առնվազն 3-4 կարիքավոր ընտանիք կա։ Շիրակ ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը մեկ բնակարան էր նվիրաբերել SOS Գյումրի ծրագրին եւ օրեր առաջ խոսեցինք նրա հետ եւ ինքը ցանկություն հայտնեց բնակարան տրամադրել պատերազմական գործողություններում զոհված զինվորներից մեկի ընտանիքին, որը ունի բնակարանի խնդիր Գյումրիից։ Մենք իհարկե ուրախությամբ համաձայնեցինք եւ բնակարաններից մեկը կտրամադրենք, կընտրենք ամենակարիքավորին կամ կառանձնացնենք ընտանիքների եւ կներկայացնենք Արման Սահակյանին, միգուցե ինքը ընտրի։ SOS Գյումրիի թիմը դրամահավաքի մեկնարկին նախատեսում էր մեկ սենյականոց բնակարան հատկացնել 13 անօթևան ընտանիքի։ Նախաձեռնությունը սակայն մեծ թափ հավաքեց եւ նախատեսված 13 բնակարանի փոխարեն անօթևաններին տրամադրվեց 23-ը։ Ընդ որում տրամադրված բնակարանները նախատեսվածի պես մեկ սենյականոց չեն։ SOS Գյումրիի հաշվեհամարին եղած 10 միլիոն դրամով նախատեսվում է նաեւ մատչելի գնով կահավորել անօթևանների բնակարանները։ Խմբի անդամները սակայն եղածով չեն բավարարվելու։ Նախատեսվում է մինչև մայիս ավելացնել բնակարանների շահառուների թիվը։ 23 բնակարանները միգուցե դառնան 28, նախնական ինչ-որ այսպես խոստման տեսքով եւս մեկ նորություն ունենք, սակայն քանի որ դեռ հստակ ոչինչ չկա, անուններ չեն հրապարակի, միգուցե մինչև մայիսի կեսը եւս 5 բնակարան ավելացնենք ընդհանուր թվին եւ բնականաբար անօթևաններից եւս 5-ը ստանան բնակարաններ։ Հիշեցնենք, որ բնակարանի շահառու դարձած գյումրեցի անօթևանների 6 տնակներն արդեն քանդվել են հատուկ միտումով, որպեսզի դրանք նորից չբնակեցվեն։